հանձնաժողովի նախագահների թեկնածուներն արդեն որոշված կա ընդհանուր տեսլական, քանի որ դա որոշում է ընդհանուր ազգային ժողովի ընտրանքային, այսինքն ընտրում են առաջին երկու հանձնաժողովները ընտրում է իշխող ուժը, հետո արդեն մյուս ուժը, այդ իսկ պատճառով ես մեծությամբ երկրորդ ուժը ես չեմ կարող ասել, թե որ խմբակցությունների վրա է կանգնելու ունենք նախանշած տնտեսական բլոկն եք ու քննարկում ունեցել եք իշխանության հետ այդ մասով թե ով ինչ հանձնաժողովեցին։ Ոչ։ Արամ Վարդանյանի հետ կապված տնտեսական հանձնաժողովների չի ուզենա այս պահին ամեն դեպքում իշխանությունը կընտրի Արամ Վարդանյանին եւ եթե օրինակ մեջբերեմ Ռուբինյանի խոսքը, եթե ասում է որ կանոնակարգ օրենքը սահմանում է նաեւ որ կարող են չընտրել Արամ Վարդանյանին եւ ճգնաժամ չի առաջանա։ Ունեցել եք այդպիսի քննարկում, հնարավոր է այլ տեխնացու առաջադրեք ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին։ Շատ լավ, պարոն Վարդանյանը թե ազգային ժողովի նախագահի տեղակալի դիրքում, թե մեր ուժեղ Հայաստանի խմբակցության անդամի դիրքում մեծ գործ ունի անելու ազգային ժողովում եւ երկու պարագաներում էլ ազգային ժողովը շահելու է շատ եւ չի տուժելու մեր աշխատանքը, այդ իսկ պատճառով ընտրությունը, քանի որ այլ քաղաքական ուժը չեմ կարող իրենց տեղը ասել։ Մենք Բորիսյանական թեմը անդադ մատնացույց անելով Հայաստան խմբակցության, ասում է տեսեք իրանք խորհրդարանում մեծամասնություն էին, հա այսպես քանի մանդատ ունեն, հիմա որքան են փոքրացել իրենց օրակարգի, իրենց առաջարկածա խոսույթի պատճառով, անդադ ձեզ օրինակ եմ բերում Հայաստան խմբակցությունը, ասում է տեսեք, եթե դուք էլ նույն խոսույթը շարունակեք, դուք էլ մյուս խորհրդարանում արդեն փոքրանալու եք, ավելի փոքր ֆրակցիա եք դառնալու։ Սրա հետ կապված դուք մտահոգություններ չունեք։ Ընդդիմության մենք տեսնում ենք, որ իշխանական պատգամավորների քանակը ամեն ընտրություններից հետո փոքրանում է։ Եվ մենք տեսնում ենք դատարկ տեղեր արդեն եւ դատարկ տեղերը փոքրանում են։ Դա ցույց է տալիս, որ հետագայում մի փոքրել փոքրանալու պարագայում հնարավոր կլինի ազգային ժողովում տեղափոխություններ նստարաններ։ Արամ Վարդանյանի տեխնատության վերաբերյալ նա էլ իր խոսքում նշեց, որ ըստ էության այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց դուք էլ ձեր խոսքում նոր նշեցիք, որ Արամ Վարդանյանը մեծ գործ ունի անելու, հակասություն չկա այստեղ, եթե այս խորհրդարանի կյանքը կարճ է, այդ դեպքում ինչու եք առաջադրում փոխնախագահ, որ ինքը մեծ անելիքներ ունի եւ որ ըստ էության կարճ կյանքի ունի։ Այ հենց մեր աշխատանքի, իր աշխատանքի արդյունքում մենք պետք է ունենանք այդ փոփոխությունը։ Այսինքն Արամ Վարդանյանը պիտի ցրի ազգային բոլորիս աշխատանքի արդյունքում թող պատասխանի։ բոլորիս աշխատանքն է ինչքան հնարավոր է շատ դիրքերում, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ փոփոխությանը։ Ես ներողություն եմ խնդրում։ Մեկ հարցել ես տամ։ Քարզարշավի շրջանակներում մենք տեսնում ենք, որ հոլովակներ էր տարածվում Արևմտյան Ադրբեջանի լուրերի թողարկումից։ Դրան կանդրադառնանք, շնորհակալ եմ։ Եթե այնուամենայնիվ Արամ մի րոպե չեմ տվել հարցս վերջացրել, ներողություն։ Դուք ձեր ուժը որևէ մասնակցություն ունեցել այդ հոլովակների տարածմանը, պատրաստման եւ տարածման հարցում, թե չէ ֆինանսավորել եք թե ոչ։ Հասկացա ձեր հարցը։ Չէ, ներողություն, ինչու չեք պատասխանում։ Ձեր հարցը կասեք։ Ներողություն, ինչու չեք պատասխանում։ Կասեք, ինչու չեք պատասխանում։ Ես ասեցի, որ հետագայում ձեր հարցին հանդես կգանք պատասխանով պարզաբանումով։ Հիմա չգիտեք, դուք ֆինանսավորել եք դա։ Պարզաբանումով հանդես կգանք։ Պարոն Կարապետյան, եթե Արամ Վարդանյանին չընտրի մեծամասնությունը, դուք կրկին իր տեխնացությունը կառաջադրեք, թե ուրիշ տեխնացու կառաջադրեք, թե այլևս տեխնացու։ Ըստ իրավիճակի կլինի խմբակցության որոշումը կոլեգիալ, իհարկե նաև այն իրավասությունները, որ մենք ունենք օգտագործելով հանդես կգանք հայտարարությամբ։ Մենք հարցերին տեսեք, խորհրդարանում աշխատանքներին հետևելիս, լուսաբանելիս նկատում ենք, որ բավականին կիրթ ու կառուցողական մթնոլորտում է չհաշված որոշակի իրավիճակներ, որ արձանագրվում է այս կերպ եք, հա, պատրաստվում ամբողջ 5 տարին, եթե խորհրդարանը այդքան ցքի աշխատել, այնուամենայնիվ կփոխեք մոտեցումը հաշվի առնելով, որ հանրությունը ընդդիմադիր, արմատական ընդդիմադիր կեցված կերպ պահանջում ընդդիմությունից եւ այս կերպ բնականաբար ԿՊԱ-ականներն էլ չեն միանա ուժեղ Հայաստանի Նիկոլ Փաշինյանին չեն հեռացնի։ Ես խորապես դեմ եմ ազգային ժողովը անձնական վիրավորանքների հարթակին վերածելու եւ կարծում եմ, որ ժողովրդի մեջ մոտեցումների փոփոխություն բերելու է կարծիքների պայքարը եւ ոչ թե վիրավորանքների պայքարը։ Այդ իսկ պատճառով նաև ինձ համար էլ հաճելի չէ
երբեմն այն քիչ այս ազգային ժողովը բոլորը ասում են, որ ամենակիչն է այդպիսի բան տեղի ունեցել, կարծում եմ հետագայում էլ տեղի չունենա, մենք պետք է գաղափարների հակադրությունը ցույց տանք, մարդիկ ընտրեն, որովհետև մենք վստահ ենք, որ մեր գաղափարներն է զարգացում բերելու երկրում եւ 600,000 մարդու աղքատությունից հանելու։ Շնորհակալ եմ։ Գյուղատնտեսության հետ կապված ռուսական ներևույթ մի գոռացեք իմ վրա։ Պարոն Կարապետյան, որ խնդրեմ դեպի կամերաներ գնայեք, մեկ հարցամ գյուղատնտեսության հետ կապված։ Տեսեք, ռուսական կողմը պատժամիջոցները շարունակում է օր-օրի եւ մենք տեսնում ենք, որ մեր գյուղատնտեսները, բիզնեսի այլ ներկայացուցիչներ այդ սահմանափակումների առաջ են կանգնում։ Քանի որ դուք այդ խնդիրը միշտ եք բարձրաձայնել, հատկապես նախընտրական քարոզչության ժամանակ։ Հիմա արդեն խորհրդանակ տեղափոխվել։ Ինչ քայլեր եք պատրաստվում անել գյուղատնտեսների այդ խնդիրները բարձրաձայնելու համար։ Դիտարկել եք արդյոք օրինակ խորհրդանական լսումներ կազմակերպել եւ այլն։ Իմ առաջի խոսքում մենք հանդես եկանք նաև այդ հարցին անդրադարձող մի կարճ հատվածով, ինչը դա իր մեջ ներառել, որ շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհներով լուծել այն սրացումները, որ կարող է լինել։ Տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է հասնենք տնտեսական խաղաղության մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ։ Եվ ես կարծում եմ հայ քաղաքական միտքը ունակ է լուծել այդ հարցը։ Քննարկում եղել է լսումների հետ կապված կազմակերպել։ Լսումների տնտեսական հանձնաժողովը եւ կարծեմ տարածքային հանձնաժողովն է պատասխանատու, մենք լայն քննարկումներ ենք անելու եւ առաջարկելու ենք լուծումներ։ Այդ թեմայով կներկայացնենք։ Չէ, Արտինե ջան, չեմ ներ։ Ես ուղղակի ներողություն եմ խնդրում նիստը խմբակցության Շատ լավ, բայց հենց գալիս է պարոն Կարապետյան ոչ հաճելի հարցերը հիշում եք ես կներեք լսում եմ։ Պարոն Կարապետյան, մի տեսակ դիսոնանս չի առաջանում, օրինակ խորհրդարանական ձեր ֆրակցիայի եւ ձեր կուսակցության առաջնորդի պարոն Սամվել Կարապետյանի հայտարարությունների վարքագծի միջև։ Դուք այստեղ հայտարարում եք, որ կառուցողական աշխատանքի քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եք եւ ընդունում եք այդ խաղաղականոնները, բայց ձեր եղբայրը օրինակ խոսում է այսպես կարծր պետական մեքենան քանդելու, նույնիսկ այդ մեքենայի ձևավորման վերաբերյալ մատնանշում է, որ արտաքին ուժերի հովանավորությամբ է ձևավորվել։ Այդ դիսոնանսը ինչպես է։ Դիսոնանսը առաջիկ հայլը հասարակական խոսույթի մենք փորձում ենք իմպլեմենտացնել այստեղ։ Մենք պետք է հիշենք, թե ինչ պայմաններում հակադրությունները ստեղծվեցին եւ ինչ Facebook-ի, ինչ լեքսիկոնով արտահայտություններից հետո շոկային արտահայտություններից հետո սկսվեց հակադրությունները, ինչ դեպքերից հետո 12 ամիս առաջ։ Եվ այդ իսկ պատճառով կա նախապատմություն այդ բանավեճների բնույթի։ Սակայն առաջի քայլը, կարծում եմ, ազգային ժողովում իմպլեմենտացնելն է նորմալ հակադրություն, սուր հակադրություն գաղափարների եւ ծրագրերի շուրջ, ոչ թե հակադրություն լեզվային ամենաբարդ ոճային ամենացածր լեքսիկոնի համեմատությամբ։